Անանիա Նարեկացի խրատ խոնարհության մասին։ Արդ, ինչպես ասում է առաքյալը, ամենայն խոնարհությամբ միմյանց պետք է ավելի լավ համարել, քան ինքներդ ձեզ։ Արդ ամենայն ասելով հայտնում է, որ խոնարհության մասերը շատ են, կան ոմանք, որ խոնարհությունից քիչ մաս ունեն, ոմանք շատ եւ մյուսները ամբողջը։ Արդ նախ եւ առաջ խոնարհություն է, որ մարդ ինքն իրեն անարժան է համարում բոլոր մարդկանցից, ինչպես մաքսավորը, որ չէր կամենում աչքերը երկինք բարձրացնել, որի համար Տիրոջից դրվատվեց։ Խոնարհությունը եւ հնազանդությունը, որ մարդ ինքն իրեն ծառայի կարգին է դասում եւ ծառայում ընկերոջը, ինչպես ասում է առաքյալը, Քրիստոսի երկյուղով միմյանց հնազանդ եղեք։ Խոնարհությունը սուքն ու արտասուքը, որ մարդ ինքն իրեն վարձկան չի համարում, թեպետ առաքինություն է գործում, որի մասին Տերն ասում է. «Երբ կատարեք առաքինության բոլոր գործերը, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք»։ Խոնարհություն է, որ մարդ համբերում է եղբորը բարկության ժամին եւ իրեն է հանցավոր համարում, քանզի զայրանալը եւ ընդդիմանալը հպարտություն է, ինչպես ասում է Սողոմոնը, ամբարտավան մարդը նախատինքների չի համբերում։ Խոնարհություն է լռությունը, որ մարդ իրեն արժանի չի համարում առաջ գալ եւ բազմության առջեւ խոսել, ինչպես ասում է Տերը, ով իր անձից է խոսում, իր անձի փառքն է որոնում։ Խոնարհություն է, երբ մեծարում են ընկերոջդ եւ քեզ անտեսում, դու չես տրտմում, այլ այսպես ես ասում, թե սրան էլ արժանի չեմ, ինչ ունեմ, ինչպես ասում է Սողոմոնը, մեծամեծներին մի ձգտիր, այլ չափի մեջ պահիր քո անձը եւ Տիրոջ առջեւ շնորհներ կգտնես։ Խոնարհություն է, որ ընկերոջը ծառա չի պահում, այլ ինքն է նրան ծառայում, ինչպես ասում է Տերը, մարդու որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու։ Խոնարհություն է, երբ տեսնում ես որևէ մեկի հանցանքը եւ չես բամբասում եւ ոչ էլ դատում նրան, այլ այսպես ասում, թե ես հանցավոր եմ, ուրիշ մեկին չեմ կարող դատել, որի մասին Տերն ասում է. «Մի դատեք, որպեսզի չդատվեք»։ Խոնարհություն է եւ եղբորը սիրելը, քանզի սիրո պատվիրանները հետեւյալն են. խոնարհ լինել ընկերոջ առջև, հիվանդության դեպքում ցավակից լինել, տրտմության ժամանակ մխիթարել, սեփական անձը ծառայության տալ։ Իսկ հպարտն այսպես չի անում եւ արժանի չի համարում եղբոր առջև խոնարհվելու, այլ իրեն բոլորից վեր է համարում։ Այս մասին գրված է, թե խոնարհությունը որպես աղ համեմիջ է ողջ առաքինության, եւ ուր սեր եւ խոնարհություն չկա, առաքինությունը նեխած է եւ անարգ։ Խոնարհություն է, որ ինչ առաքինություն էլ գործում ես, չես խորում այդ մասին եւ հպարտանում, ինչպես փարիսեցին, այլ խորում ես մեղանչածներիդ մասին եւ խոնարհեցնում միտքդ, ինչպես առաքյալն է իրեն հանցավոր համարում եւ ասում. հայհոյի չէի եւ հալածիչ եւ ողորմություն գտա։ Եվ դարձյալ թե մոռացել եմ հետևում մնացած առաքինությունները եւ ձգտում եմ դեպի առջևումս եղածները։ Խոնարհություն է, երբ մարդիկ քեզ փառաբանում են եւ պարգևներ տալիս, սակայն դու քո անձի արժանինքներին չես վերագրում, այլ Աստծուն ես փառաբանում, Աստծուց գոհանում եւ ասում, թե այն քո ողորմությունից է եւ ոչ ըստ իմ արժանինքների, ինչպես ասում է Սողոմոնը, որչափ մեծության էլ հասնես, քեզ խոնարհ պահիր եւ շնորհ ու ողորմություն կգտնես Աստծու առջև։ Խոնարհություն է, երբ վշտի ես հանդիպում եւ նեղություն է քեզ վրա հասնում, դու չես տրտմում, այլ գոհանում Աստծուց։ Ըստ իմ մեղքերի ես ոչ միայն այսչափ, այլև բազում պատիժների եմ արժանի եւ օրհնյալ է Աստված, որ այս անցավոր կյանքում եւ մահկանացու մարմնի մեջ ինձ վշտի արժանացրեց, ինչպես ասում է առաքյալը, հոժար եմ նեղությունների, վշտերի, չարչարանքների, որովհետեւ երբ տկարանում եմ, այդժամ զորանում եմ։ Խոնարհություն է անշուք հանդերձը, որ մարդ թանկարժեքն ու փառավորը չի հագնում, որովհետև մարդիկ փառքը հանդերձից են որսում։ Այս մասին գրված է. «Մի ցոփացեք մեղսահարույց եւ պճնված գեստներով, որոնց գեղեցկությունն ապաշնոր է»։
Խոնարհություն է, երբ օրը խաղաղությամբ է անցնում, հասնում ես երեկոյին և գոհանում Աստծուց, թե մարդկանցից և սուրբերից շատերն իսկ անհանգիստ և կարոտ են, իսկ ինձ, որ անարժան եմ, հաց և կերակուր տվեցիր և օրս խաղաղությամբ անցկացրեցիր։ Այդ քո ողորմությունից է և ոչ ըստ իմ արժանիքների, որի մասին մարգարեն ասում էր. «Ով եմ ես, Տեր իմ, Տեր, և իմ ազգականի տունն ինչ է, որ այդչափ սիրեցիր ինձ»։ Խոնարհություն է, երբ կամենում ես առաքինություններ գործել, սկսելու և ավարտելու համար քեզ բավարար չես համարում, այլ Աստծուց ես առաքինություն և օգնականություն խնդրում, թե օգնիր իմ տկարությանը, որ կարողանամ կատարել քո կամքը, ինչպես և Տերն է ասում. «Ով հաստատված է իմ մեջ և ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող»։ Խոնարհություն է, երբ սիրտդ զայրանում է, դու արգելում ես ցասումը և քեզ արժանի չես համարում ընդդիմանալ եղբորը, ինչպես ասում է Սողոմոնը. «Խոնարհամիտը միայն ողոքիչ խոսքերով է աղաչում, իսկ հպարտը հանդուգն պատասխան է տալիս»։ Խոնարհություն է, երբ սիրում ես ոչ միայն նրանց, որ փառավորված են մարդկանցից, այլ խոնարհվում ես աղքատների առջև և մխիթարում պանդուխտներին, ինչպես Տերն էր անում։ Պիղատոսը խոսում էր, և նա պատասխան չէր տալիս, իսկ ավազակի հետ գթառատությամբ խոսում և պարգևներ էր տալիս։ Երբ կույրերը աղաղակում էին, կանգ առավ և դիպչելով նրանց աչքերին, բացեց։ Խոնարհություն է, որ միշտ քո կամքով չես գործում, այլ վարդապետներից և առաջնորդներից խրատ ես վերցնում, ինչպես Մովսեսը, որ չանտեսեց Հոթորի խրատները, այլ ընդունեց և բոլորը կատարեց։ Խոնարհություն է, որ մարդ բոլոր դրժելի իրերից զարհուրում, զգուշանում և չի հպարտանում ասելով. «Ով ինձ կհաղթի», որի մասին Սողոմոնն ասում է. «Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ հպարտն ինքն իրեն ապավինելով որոգայթի մեջ է ընկնում»։ Խոնարհություն է, երբ առաքինություն ես կատարում, չես խորհում, թե իմ անձով և զորությամբ կատարեցի, այլ Աստծո օգնականությամբ, ինչպես ասում է առաքյալը. «Ոչ ես, այլ Աստծո շնորհը, որ իմ մեջ է»։ Խոնարհություն է, որ առաջ չես ձգտում և ունեցածիցդ ավելի բարձր աստիճան չես վերցնում, այլ առաջնորդների կողմից կանչվելով ես ընդունում, ինչպես ասում է առաքյալը. «Ոչ թե նա է ընտրյալ, ով ինքն իրեն է գովում, այլ ում Աստված է գովում»։ Արդ ողջ առաքինության հիմքը խոնարհությունն է, և բոլոր սուրբերը խոնարհությամբ են հաճո եղել Աստծուն։ Ինչպես Աբրահամն էր խոնարհվում և ասում. «Ես հող եմ ու մոխիր», դրա համար նահապետների գլուխ եղավ, այդպես և Դավիթն էր ասում. «Ես որդի եմ և ոչ մարդ, նախատինք եմ մարդկանց համար», դրա համար Աստծուց մարգարեության շնորհ ստացավ և կանչվեց ժողովրդին թագավորելու։ Այդպես և Եսային էր ասում. «Վայ ինձ, որովհետև պիղծ շուրթեր ունեմ», դրա համար աստվածաբան կոչվեց մարգարեների մեջ։ Այսպես և Կարապետն էր ասում. «Արժանի չեմ արձակելու նրա կոշիկների կապերը», դրա համար արժանի եղավ Քրիստոսին մկրտելու։ Այսպես և Պետրոսն էր ասում. «Հեռու գնա ինձանից, Տեր, որովհետև մեղավոր մարդ եմ ես», դրա համար երկնքի արքայության բանալիները ստացավ և եկեղեցու հիմք եղավ։ Այսպես և Պողոսն էր ասում. «Արժանի չեմ առաքյալ կոչվելու», դրա համար երկինք թռավ և դրախտը տեսավ։ Արդ, քանզի խոնարհությունն է ողջ առաքինության գլուխը, ուստի մարգարեն ասում է. «Աստված չի արհամարհում խոնարհ հոգին և սուրբ սիրտը»։ Եվ Եսային ասում է. «Ես որտե՞ղ բնակվեմ, եթե ոչ հեզերի խոնարհների մեջ»։ Եվ նույն ինքը Տերն ասում էր. «Ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա»։ Եվ Պողոսն ասում է. «Ամենայն խոնարհությամբ միմյանց պետք է ավելի լավ համարել, քան ինքներդ ձեզ»։ Եվ վարդապետներից անթիվ վկայություններ կան խոնարհության մասին, քանզի ոչ ոք Աստծուն այնպես սիրելի չէ, ինչպես նա, ով խոնարհ է և իրեն հետին է համարում հանուն Քրիստոսի,
որովհետև նրան վայել է փառք և իշխանություն այժմ և հավիտյանս։ Ամեն։ Անանիան Արեգացի համբերության և խաղաղության մասին։ Երբ մարդն Աստծուց իմաստության և երկյուղի շնորհ է ստանում, նա ընկերոջը տրտմեցնող խոսքեր չի ուղղում և նրա տրտմության պատճառը չի դառնում։ Սողոմոն իմաստունն ասում է. «Իր խիստ խոսքը զսպողն իմաստուն է։ Արդ, եթե եղբայրդ մեղանչել է քո դեմ, մի հիշիր անցած տրտմությունը, մի աղաղակիր և հիշատակիր այն, որ մարմին չառնի, այլ համբերիր, խաղաղ և ներողամիտ եղիր, և կտեսնես, թե որքան բարի կլինի քեզ համար, կլինես խաղաղարար և Աստծո որդի, ծերը հաստատուն, և եղբայրը քեզ բարեկամ և օգնական կմնան, միտքդ էլ հանգիստ կառնի։ Իսկ եթե հիշես անցյալ տրտմությունը և աղաղակես այդ մասին, կզրկվես խաղաղարարի վարձքից և մեղանչած կլինես Աստծո դեմ։ Սիրո պատվիրանը խախտած և եղբորը քեզ թշնամի դարձրած կլինես, նա կտրտնջա քեզնից, կբամբասի և կատի քեզ, հնար կմտածի չարիք գործելու և նենգելու։ Եվ երբ եղբորդ հետ թշնամանաս, Աստված իր ձեռքից բաց կթողնի քեզ, քո աղոթքները խոտան կերևան Աստծո առջև, և դու սատանայի պատերազմը չես կարող կանխել։ Լսիր, եղբայր, կարող ես այն վերացնել, քանի որ սատանան այլ կերպ չի կարող մուտք գտնել մարդու մեջ, քան միմյանց նկատմամբ ատելության միջոցով։ Եթե եղբոր սիրո մեջ հաստատուն մնաս, քեզ գործակից կլինի Աստված, դու կհաղթես սատանային և շատ չարիքներ կխափանվեն։ Երբ սրով խոցվում է մարմնի անդամներից մեկը, վրան դեղ դնելով բուժում են այն, սակայն եթե անփույթ են գտնվում վերքի նկատմամբ, այն թարախակալում է և կսկիծը տարածվում է մարմնի բոլոր անդամների մեջ։ Այսպես է նաև եղբորը տրտմեցնելը, եթե խաղաղություն անես, միտքդ շոտափույթ կբուժվի, սերը հաստատուն կմնա, իսկ եթե շատացնես խոսքերը և կարծես, թե խաղաղվել ես, այդ խոսքերը շատերի մեջ կտարածվեն, տրտմություն կբերեն, որն էլ թշնամություն կծնի։ Ինչպես երբ մարդ գազանի է հանդիպում և հանդարտ է մնում, գազանը մռնչալով անցնում է, սակայն երբ գրգռում է նրան, դառնում և կծում է մարդուն, այդպես էլ եղբոր տրտմությունն է, եթե խաղաղեցնես, խաղաղությամբ կանցնի ժամը, դու էլ հանգիստ կմնաս։ Սողոմոնն ասում է. «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն»։ Այս պատճառով էլ Աստված մարդուն իմաստուն է արարել, որ իմանա յուրաքանչյուրի բնությունն ու պատրաստվի։ Քանի որ եթե վայրի գազանին վերաբերվես որպես գառի, նա խածող բնություն ունի, քեզ կվիրավորի։ Եթե հրի մեջ մտնես այնպես, ինչպես ցողի մեջ, այն կիզող բնություն ունի, քեզ կայրի։ Իմացիր, որ այդպիսին է չար մարդու բնությունը, և ոչ ոքի քեզ թշնամի մի դարձրու։ Տերն ասում է. «Չար մարդն իր սրտի գանձից է հանում չարիքը, քանի որ նրա սիրտը աղեղի և լեզուն նետի նման են։ Երբ առիթ ես տալիս, նա քաշում է նետը և վիրավորում քեզ»։ Իսկ խոսքերն առավել չար վերքեր են հասցնում, քան նետը։ Այս մասին Սողոմոնն ասում է. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես, իսկ մարգարեն ասում է. օձի պես սրեցին իրենց լեզուները, և նրանց շրթների տակ իժի թույն կա»։ Շատ մարդիկ էլ կան, որոնց դու սիրում ես, իսկ նրանք նենգում և չարիք են գործում, հապա եթե առիթ տաս, որքան առավել չարիք կպատճառեն, ինչպես դարձյալ ասում է Սողոմոնը. «Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ ընկերոջ երեսը»։ Եվ որ կյանքն ու մահը լեզվի ձեռքում են, իմացիր այն բանից, որ Կայենն սպանեց Աբելին, և Հովսեփի եղբայրները վաճառեցին Հովսեփին։ Որքան Դավիթը բարիք էր անում Սավողին, Սավողն այնքան առավել էր հալածում նրան, և որքան էլ ինքը Տերը բարիք էր անում հրեաներին, հանում էր դևերին, բժշկում էր հիվանդներին, հարություն էր տալիս մեռելներին, նրանք նրան դիվահար և սամարացի էին անվանում։ Արդ այս ամենն իմանալով,
Բնավ տրտմեցնող խոսք մի ասա ընկերոջդ, այլ այն սիրո փոխարկիր, որևէ մեկի հետ մի թշնամանա եւ խաղաղության մեջ կմնաս։ Բավական է մեր թշնամի սատանան, քեզ ոսող մի դարձնիր եղբորը, որին Աստված քեզ օգնական է շնորհել, որովհետև եթե տրտմեցնես նրան, ոչ միայն նրան չարիք պատճառած, այլ նաև քո իսկ մարմնի անդամը ճեղքած եւ քեզ թշնամի դարձրած կլինես, քանի որ նա կխորի քեզ նենգելու, ատելու, մատնելու, բամբասելու եւ քեզնից տրտնջալու մասին։ Իսկ եթե սիրես եղբորը, բարիք գործես, համբերես բարկությանը, ոչ միայն բարիք արած կլինես նրան, այլ նաև քեզ, քանի որ նա կօրհնի քեզ, կգոհանա քեզնից եւ պարգևներ կտա։ Իսկ երբ նեղության մեջ ընկնես, կջանա քեզ ազատել նեղությունից, հանապաս կաղոթի քեզ համար եւ կմխիթարի քեզ։ Եվ Աստված առավել օգնական կլինի քեզ, որ եղբոր հանդեպ սերդ հաստատուն պահեցիր։ Այս պատճառով էլ պատվիրանի գլուխը սերն է, որը խափանում է բոլոր տրտմությունները։ Արդ, երբ եղբայրդ քո դեմ մեղանչի, դու համբերիր, խաղաղվիր, նույն պահին չարը խափանիր եւ օրը խաղաղությամբ կանցնի, բազում վշտերից կփրկվես։ Ինչ որ եղբորն անես, թե բարի եւ թե չար, քո անձին ես անում եւ Աստծուց այն կգտնես։ Արդ այս է իմաստության սկիզբը, բնավ թշնամություն չանել որևէ մեկին։ Առաքյալն ասում է. եթե հնարավոր է բոլոր մարդկանց հետ խաղաղություն հաստատեք եւ դարձյալ սերն ընկերոջը չար բան չի անում, այս պատճառով էլ հնար գտիր եւ խաղաղություն գնիր։ Ինչպես լեռան վրայից պոկված քարը մենակ չի գլորվում, այլ բազում քարերը իր հետ գլորում, այնպես էլ սակավ խոսքերից բազում եւ անչափ տրտմություններ են ծնվում։ Սակայն մի կարծիր, թե միայն այդ է տրտմությունը։ Երբ դու խոսում ես, չարն աճում, արմատները ձգում, տարածվում է շատերի մեջ, ժամանակ է անցնում եւ անչափ տրտմություն է հասցնում քեզ։ Մի ասա, թե ես մեծ եմ եւ հարուստ, իսկ նա աղքատ եւ անարգ, ինձ ինչ կարող է անել, քանի որ ամեն ոք կարող է չարիք պատճառել։ Եթե ոչինչ էլ չկարողանա անել, կանիծի, Աստծուն կբողոքի, մարդկանց մոտ կբամբասի, այս պատճառով էլ դու միշտ խաղաղություն հաստատիր։ Եվ եթե մեկին պետք է Աստծո համար խրատել եւ ուղիղ ճանապարհի բերել, քաղցրությամբ խրատիր եւ սիրով շահիր, ինչպես ասում է առաքյալը, հեզությամբ խրատիր հակառակորդին։ Ինչպես հորը, ինչ որ գտնում է, լափում է, իսկ երբ ոչինչ չի լինում, արագ հանգչում է, այդպես էլ եղբորից տրտմելը, եթե նյութ տաս շատ խոսքերով, չարն այն ավելի կբորբոքի եւ ատելություն կծնվի։ Այս մասին Սողոմոնն ասում է. եթե ձգձգես խոսքը, դատաստան եւ կռիվ դուրս կգա։ Իսկ առաքյալն ասում է. Տիրոջ ծառան պետք չէ, որ կռիվ անի, այլ բոլորի հանդեպ լինի հեզահամբույր։ Ինչպես անձրևը ի վերուստ քիչ-քիչ իջնելով, ապա միախառնվելով շատանում է եւ հեղեղ առաջացնում, այնպես էլ երբ տրտմեցնող խոսքեր ես ուղղում եղբորդ, այդ խոսքերը միախառնվելով բարկություն են ծնում։ Արդ, ով Աստծո շնորհ ունի, նա ուրիշի տրտմությունը սիրո կփոխարկի, ուր մնաց թե իրենը։ Մարգարեն ասում է. դադարիր բարկանալուց, հանդարտվիր սրտմտությունից։ Սողոմոնն ասում է. որդյակ, եթե բարի լինես, պիտի լինես քեզ համար եւ քո ընկերների, եթե անզգամ լինես, միայն դու չարիք պիտի գտնես։ Եսային ասում է. եթե քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը։ Ամովս մարգարեն ասում է. սրով ընկան նրանց հայրերն ու իշխանները նրանց լեզվի անսանց խստության պատճառով։ Ինքը Տերն ասում է. ով բարկանա իր եղբոր վրա եւ նրան ասի հիմար կամ մորոս, ենթակա կլինի գեհենի կրակին։ Առաքյալն ասում է. ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ եւ հայոյություն թող վերանա ձեզնից իրենց չարությամբ հանդերձ։ Եվ Հակոբն իր թղթում ասում է, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում։ Արդ, այս իմանալով, դու տրտմությունը սիրո փոխարկիր,
ինչպես եւ Մարգարեն է ասում. խաղաղություն փնտրիր եւ դրան հետևիր, եւ Քրիստոսին մեր Աստծուն փառք հավիտենից հավիտյանս ամեն։